Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սելի ժողովուրդ, խոսում է ամենան հայոց Վարդան Ղուկասյանը, այսօր հունվարի 17-ն է։ Ես ասում եմ այդ թեմայով ինձ զսպեմ, բայց ոնց որ տենում եմ չի լում և հումանիզմը ինձ ուղղակի ուտում է, որովհետև միայն այս վիճակի անազատության մեջ գտնվող մարդն է հասկանում անազատության մեջ գտնվողին։ Չնայած ասում է յարեն տիրոջնա ցավտալի, բայց ամենայն դեպս որ ասում է նմանակը նմանակի հետ է։ Ես ուշադիր հետևում եմ, ինձ ուշադիր այսպես ասած ուշ-ուշով զեկուցում են ինչ է կատարվում Հայաստանում կապված քաղբանտարկյալների հետ։ Վարդան Ղուկասյանին կտանեն հիվանդանոց, կբերեն, նորից կտանեն։ Այդ տաշիրին թողեցի, նորից հետ բերեցին։ Այսինքն ես ոնց որ ասել եմ, տենց գնում է, որ շապայման դատվելու են, մինչև ընտրություններ։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը, այսինքն Նարեկը հացադուլք են եւ այլն։ Նախ ուզում եմ սկսեմ Նարեկից, ջահել տղեն Նարեկն է, անկախ ամեն ինչից։ Հուսով եմ այս ձայնային հաղորդակցությունը անպայման տեղ կհասնի Նարեկին, Նարեկ Սամսոնյանին։ Ճիշտ է, վերջինս Սերժ Սարգսյանի ջատագովն է, չնայած չէր հասկանում թե ինչ անում։ Մինչև վերջ, բայց Նարեկի կինը անպայման կփոխանցի երևի իրեն։ Նարեկ, ես հորդորում եմ քեզ տղա ջան, դադարեցրու այդ հացատուլը։ Հիմարություն մի արա, քո հացատուլը բացարձակապես, ասենց ասած, այս իշխանության տանձին չի, տղա ջան։ Եվ ինչ որ ալնի քեզ ալնելով, ոնց որ այն Արմեն Գևորգյան էր, Գրիգորյան էր, դատի ժամանակ մահացավ։ Ինչ եղավ այդ տղուն է լավ։ Մարդը հելավ Քոչարյանի ճամբարից էր, Քոչարյան կսադարեր, Նիկոլկը քննադատեց, Պոռնիկ Անժիկը բերեց, խոսցրեց, սիտմեն տվեց, բուրը տվեց, ճամպեց են աշխարհ։ Ինչ եղավ այդ տղուն է լավ։ Հիմա նույնը դու։ Գնացի այդ Չիբուրաշկից ինտերվյուն բնվեք ալաշ, քո արևոն Նիկոլ կուզես նակազատենես, մեռա քեզ բացատրելով բոլորին, որ Սերժն ա բերե Նիկոլին, տղա ջան, Սերժն ա բերե։ Սրանք իրար հետ խաղալով, ձեզի այս աչք ու ջահելությանը եւ այլն վար են տալի, տղա ջան, դադարեցրու։ Եվրոպայի խեռնչիկո հացադուլը, կառավարության խեռնչիկո հացադուլը։ Ես քեզ խոսք եմ տալի, տղավարի, Նարեկ Սամսոնյան, ընտրություններից հետո իշխանություն երբ որ անցավ ինձ, քեզ բռնող դատախազին ու դատավորին, նաեւ Վազգենին։ Տալու եմ ձերը, կուզեք տարեք ծծրեք, կուզեք տարեք շինեք, ինչ ուզում եք արեք, հանձնելու եմ ձեզ, տանելու եմ ձեզ գյոթի, ձեզ դատող, դատավորի ու դատախազի մոտ։ Այդ սաղ մուրըց կհանես դրանից, բայց դու առողջ ես պետ տղա ջան, որ կանաս բանես, մեղք ես ուղղակի ափսոս ես, լավից, ազգը սիրող ես, հիմա իշխանել որ գտնվում ես առանց հասկանալու Չիբուրաշկի ճամբարում, չհասկանալով, որ ձեզ օգտագործում են, ձեզ, բայց ինչ ասեմ, վերջացնու, ես հորդորում եմ քեզ, ինչ վերաբերվում է Վարդան Ղուկասյանին, ինչ ասեմ, չեմ ուզում նորից նույն բանը կրկնեմ, նայում եմ մեղք կա, այդ մարդ էլ է մեղք, որովհետև սա խոշտանգում է, սա ասենք ուրիշ ձև չի կարելի անվանել, եթե մեղքը հացագործ է, ունեիք քրեական գործերն, ես չեմ ասում Վարդան Ղուկասյանը սուրբ է, ոչ, բայց ժամանակին դատեիք, ոչ թե հեզարավ քաղաքապետ, ինձ արանքից անելուց հետո ուրախացել էր, որ ես չկամ, բայց ես իմ այդ մարդը վիճակը նայում եմ, իմ ափսոս մեղք կա, ես չգիտեմ, որ ասում են բանտարկյալը կհասկանա բանտարկյալին։ Ճիշտ է, բազմաթիվ անգամներ ելույթ ունեցա, ասեցի, որ մի կողմ դրեք ձեր, այսպես ասած, պրինցիպները եւ եկեք համախմբվենք։ Ու մասիկ չլսեցին ինձ ասական իրավունքն է, բայց ոնց որ տենում եմ, այս տարին Վարդանիկը երևի չբոլորի։ Ինչ վերաբերում է տաշերի հետ է կապված, ես իմ ասելիքն ասեմ վաղուց ասել պրծել եմ, այդ մասում դադելու են։ Եթե օրինակ նայեք, Ագարկա Աննա Վարդապետյան, Ալամ աշխարհ կուտունուտեղ ծծնի, ասել եմ ու նորից ասում եմ, Արշակ Հակոբյանը,
Վովայի Արշակը, ուրեմն սուրտ էր, Տաշի Սամոն, Վարդանիկը մեղադրյալ է, կամ Գասպարյան Վովան։ Դո Գասպարյան Վովայի հոդվածներն ավելի ծանր են։ Ինչի մի րոպե չնստան Վովան։ Կամրամատ ունես, դոր համաս, ու տեսլիքը մարդիկ։ Ես չեմ հոգնում դրանից ասել, ես իմ տանը տեղը չեմ թեթևացնում, ես ուղղակի մտնում եմ, հայոյում եմ, անպատվում եմ, տեղին եմ անում այդ ամենը, բայց ես մարդ եմ խիղճ ունեմ, ես ասենք տենում եմ, որ արդար չի, այն առումը, որ ավելի մեծ ու գլոբալ հանցագործները գտնվում են ազատության մեջ, Աչափարյանի նման մարդը, ու ինչ էր արել, մարդ ասեմ ես, այն ինչ-որ կա մյուսների նման մարդիկ այսօր փտում են Երևան քերակատարողական հիմնարկում։ Ու տեսել կփտեն, իրենց ազատությունը իրենց ձեռքերի մեջ է։ Իրենց ազատությունը նրանում է, որ չպիտի լսեն, չպիտի համակրեն ոչ Ռոբիկին, ոչ Սերժիկին, ոչ էլ մյուսներին։ Իրենք ուղղակի պիտի այն որ հայական ասացված կասում անասեք ես լացածողի կողը, ծիծաղացողի մոտ մի գնա, մարդան ուգասան անցիկն ես իրենց լացացրել են, միգուցե, տխրեցրել են, վիրավորել են, բայց ես իսով նայում եմ, որ այդ անձինք, որոնք որ խոստանգվում են, և ոչ Եվրոպայի տանձինա, ոչ էլ չգիտեմ և այլը, որ կանաչ լույս է տված ես դոզի տղում, ինչ ուզում ես արա մենակ Հայաստանը կողքի Թուրքիայի ազերության գոտի։ Ահա որ Հայաստանի ներքաղաքական վիճակը։ Ես բոլորին մաղթում եմ առողջություն, մաղթում եմ համբերություն, մաղթում եմ խելք, ես ոսոր նայում եմ այդ մարդկանց կամ ամեն հավանականությամբ ուղեղը արձակուրդի մեջ է իրանց, որովհետև այսպես ասած անձնական, ինչ ասեմ, պրինցիպները կամ գոռոզությունը երևի ցույց չի տալիս իրենց տեղներից արգանյաց ասական իրավունքն է։ Տես բանո շտաբօգնություններով ցույց գնան կան, ինչ ասեմ, ասացաշուտ դուրս կան, բայց ես ասել եմ դուրս չեք գալու, Պարտանի Ղուկասյան։ Սամել Կարապետյան, դες դատելու են, դուք ծեցել խոստանգրելու եք և այդեղել ոչ Ռոբիկն ադես պարգելը, ոչ Սերժիկը, ոչ էլ ձեր Վարդավանյանը, ինչ են, խերգալող են, պաստաբանը, յակա յա չկա, էլ խախտ են, արամ, առողջություն եմ մաղթում ձեզ, հարգելիներս, առողջություն, ահա հիմարություններ մի արեք, լավ սնվեք, հետևեք ձեր առողջությանը, ձեր կյանքին, որպեսզի չհամանրեք երկնային գրասենյակի շարքերը։ Ես ասել եմ, Նիկոլի տոլոտեղ ծծանողը ես եմ ելնելու և ուրիշ ոչ մեկ։ Այդ թվում նաև Սերժի, այդ թվում նաև Ռոբիկի։ Այս երեք գլխանի վիշապը, որը մեկը մեկի հետ համագործակցելով, այսինքն աջ ու ձախ մարդկանց վարի են տալի։ Կրդում բերդերը, ունդեղ խոստանգում, ընդեղ էլ մեռնում են կամ ծանր հիվանդությամբ դուրս են գալիս։ Այս իրեք գլխանի վիշապը մինչև չգլխատվի, Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունում հանգիստ չի լինելու։ Այսինքն իրար հոշոտելու են։ Ճամբար, ինչ են իրարից ուզում, ես չեմ հասկանում, երբ որ ամեն կակ էս իրեկի տակն է, էս իրեք բոզի տղու։ Եվ ինչև էս իրեք բոզի տղուն կրանով կախաղան չանեն Հանրապետության հրապարակի մեջտեղում, այս երկիրը չի դզվի։ Սա չեն թողա ոչ երկիր դզվի, այսպես վարի են տալու, ջահել, ջուր, այլ, մայլ և այլ, վարի են տալու։ Շատերն հենա գնացեն ասել, որ մեկնա հել է, Սերսակսանը հելավ ասեց, Նարեկ Սամսոնյան, հացադուլը տացա, ինչ, օրինակ ինչով է օգնում հիմա այդ մարդը դրա, քո պատճառով է գնացեն ասել, բոզի տղա։ Էդի են Վանսկերը, մյուսները, Արմեն Գևորգյաններ, Գրիկաներ, որ մահացավ, որ մեկնա հիմա դրա ընտանիքին օգնում, հա։ Քոչը, թե Սերժիկը, ոչ մեկ, ու տեսնիքը մարդիկ, ոչ մեկ։ Այս իրեք ես բոզի տղեկն են։ Նարեկ Սամսոնյան, դացարեսը տղա ջան հացադուլը թեթևի քարոքսությանը մեղք ես։ Վազգեն մետերեղի Նարեկին, խելք սովորասա դրան, հացադուլով հարց չի լուսում, ցակարակը հաց կերեք սնվեք, որ ընտրություններից հետո ես ես տանելու եմ գյոթի, ես ես խոսք եմ տալիս։ Ձեզ բռնող դատախազյու դատավորի մոտ, ուրիշ ով է ձեզ տանելու գյոթի բացի ոչ մեկ։ Իսկ նրանց մաղթում եմ խելք են երկուսին, բանք են մի գեղեցիկով կհասկնան, որ ոչ Ռոբիկն է իրենց օգնելու, ոչ էլ Սերժիկը, իրենք յանց պիտի օգնեն,
մի կողմ թողնելով իրենց պրինցիպները։ Ես իմ բանը սովոր չեմ մի քանի անգամ ասելու, բայց ստիպված եմ, որովհետև երևի տեղ չի ասնում։ Այսքանը սիրելի ժողովուրդ։ Հուսով եմ շատ շուտով ամեն ինչ կգնի թիաթերը։ Ես որ լիահույս եմ, ես որ լավատես եմ ու վստահ եմ իմ ուժերի վրա։ Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Լավ է։